Եթե Օստապ Բենդերը ասում էր «За граница нам поможет», իշխանական քարոզչա մեքենան մեզ փորձում էր համոզել վերջին շրջանում, որ Ղազախստանից եկող ցորենը մեզ կփրկի բոլոր հնարավոր խնդիրներից, պարենային անվտանգությունը կապահովենք։ Ժամանակին Արմեն Գրիգորյանն առաջարկում էր, ասում էր ցորենի փոխարեն միգուցե բրինձ սկսենք ուտել, հիմա էլ որոշել էին Ղազախստանից ցորեն բերել ու բոլոր մեր խնդիրները լուծել, բայց արդյունքում Ռուսաստանից ցորենը ավելի շուտ եկավ։ Իմիջիալոց դուք եւս մի կարևոր նրբերանգ նկատեցիք, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը ինքը լռում է եկած ցորենի վերաբերյալ, մեկնաբանություն չկա, չեն ասում, որ դա Տրամպի հետ պայմանավորվածությունների արդյունք է։ Իսկ միգուցե դա հենց Տրամպի հետ պայմանավորվածությունների արդյունք չէ, այդ իսկ պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը լռում է։ Իսկ կա հավանականություն, որ դա արդյունք է Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եռակողմ ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների, միջոց այսօր այդ մասին խոսում է նաև ազգային ժողովի падգամավոր Աննա Գրիգորյանը։ Հետևաբար զուտ արձանագրենք, հա, մարդիկ, որոնք ժամանակին առաջարկում էին ցորենը փոխարինել բրինձով կամ սպասել ղազախական ցորենի, վերջում եկան մի իրավիճակի, երբ որ իրենք ստիպված էին ռուսական ցորենը դիմավորել, որը շատ ավելի շուտ եկավ հասավ Հայաստան, իսկ ղազախական ցորենը դեռ պետք է գա հասնի Հայաստանի Հանրապետություն։ Սա է իրականությունը։